740,000 մարդ բոյկոտել է եւ չի ներկայացրել հայտարարագիր։ Տուգանել ժողովրդին կամ հետքայլեր կատարել։ Ծնողի հարկի հաշվին 500,000 մի վճար։ Սա անամոթություն է ուղղակի։ Կարճ կոնկրետ մեղավոր է ընդդիմությունը, որ ճշգրիտ ճանապարհային քարտեզով չառաջնորդվեց։ Ձախողողների իշխանությունը իրենց ամբողջ կյանքն է ձախողած։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Պարոն Սարգսյան, խոսենք հայտարարագրման ռեժիմի պարզեցման մասին, այսպես ասած, ինչպես դա որակել է քաղաքացիական պայմանագիրը իր մոտալուտ ներկայացվող նախագծի վերաբերյալ ասել է։ Պարոն Սարգսյան, տեսեք, հայտարարվեց, որ պետք է հայտարարագիր լրացնեն քաղաքացիները, խոսում էր մոտ 860,000 մարդու մասին, որոնցից մոտ 120,000-ն է ներկայացրել հայտարարագիր։ Սա որակենք ՔՊ-ի ձախողում, թե ամեն դեպքում պարզեցում։ Երկու անվանում կարող ենք տալ, առաջին հերթին իրենց իսկ ստեղծած համակարգի չտիրապետում, չկառավարում եւ տոտալ ձախողում, եւ երկրորդը նախընտրական PR ակցիա իրենց համար։ Տեսեք, մի կողմից նրանք չեն կարող չարձանագրել ձախողում, որովհետեւ ակնհայտ են չտվերը, այսինքն մեկ ամսից էլ քիչ ժամանակահատված է մնացել նոյեմբերի 1-ին, բայց 860,000-ից մոտավորապես 120,000-ի շրջանակներում են ներկայացել, այսինքն 740,000 մարդ բոյկոտել է եւ չի ներկայացել հայտարարագիր։ Այս պարագայում, քանի որ բոլորը հարցում են ինչ է լինելու մեր հետ, ինչի ենք հասնելու մինչև, բոլորին պատասխանում ենք, որ շարունակենք բոյկոտը, մինչև կստիպենք իշխանություններին մեր քայլերի արդյունքում ու համընդհանուր բոյկոտի արդյունքում հետքայլ կատարել։ Հիմա իշխանությունը սա քաչ գիտակցում էր եւ տարբեր հատակներում էլ հայտարարել էինք, որ շատ ավելի լայն մասշտաբի ակցիաներ ենք իրականացնելու եւ դուք չեք կարող այս չարիքը ներդնել Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք ունեն երկու ճանապարհ։ Այսինքն, այսպես տուգանել ժողովրդին կամ հետքայլեր կատարել։ Բնականաբար տուգանել չէին կարող, որովհետեւ նախընտրական ժամանակահատված է եւ չեն ցանկանա քաղաքական հողարկավորություն իրենց կատարեին եւ ֆիզիկապես է իրականում 740,000 մարդու ծանուցում ուղարկելը դա տիտանական աշխատանք է եւ որևէ մեկը այդ ռեսուրսը չուներ, որ կարողանար իրականացնել։ Այսպես պարզեցում կատարեցին եւ տուգանքները չեղարկեցին։ Տուգանքների չեղարկումը ունի քաղաքական նորից եմ կրկնում PR ակցիայի տրամաբանություն։ Բայց հաջորդ հագնված խնդիրը ստեղծեցին, իհարկե մի քանի օրից շատ մանրամասն կառադառնանք մենք խնդրին նախագծի մանրամասն ուսումնասիրությունից հետո, գրավոր փաստաթղթի ուսումնասիրությունից հետո, որովհետև այս իշխանությունը մշտապես նույնիսկ փաստաթղթի բովանդակությունը չի ճիշտ կարդում եւ ճիշտ մեկնաբանում, խաբում է։ Օրինակ 300,000 դրամի մասին հայտարարում էին, որ չպետք է հարկի, այնինչ դա հարկվող եկամուտ է։ Այսինքն հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածների դառը փորձը եւ ակնհայտ իշխանության սուտ եւ կեղծ մեկնաբանությունները մենք կարող ենք այս անգամվա այդ բանավոր հայտարարությունից վստահ լինել, որ կրկին խափում են ժողովրդին։ Ինչպես է որտեղ այդ խափությունը դրսևորվում։ Տեսեք, հայտարարում է իշխանության падգամավորը, որ ինքնաշխատ եղանակով հայտարարագիրը լրացում է Պետեկամուտների կոմիտեի կայքում, եթե քաղաքացին այդպես մուտք է գործում համակարգ եւ ունի անհամաձայնություններ շտկելու որոշակի գործողություններ, ապա դա իրականացնում է, եթե ոչ, համարվում է ավտոմատ կերպով ներկայացված։ Նախ Հայաստանի Հանրապետությունում հարկատուն, դա լինի ֆիզիկական անձ, թե իրավաբանական անձ, ինքնուրույն է հաշվարկում եւ վճարում իր հարկերը։ Այսինքն հայտարարատուն հարկատուն է, այդ թվում ֆիզիկական անձը։ Պետական եկամուտների կոմիտեն ով դարձավ, որ հայտարարուի փոխարեն ինքը հայտարարատու հանդիսանա։ Գումարած հայտարարատուն ինքն է կրում սեփական գործողությունների հետևանքները, բացասական հետևանքները կամ քաղում է դրական արդյունքները։ Այսինքն, այսպես մի քիչ հասկանալի ձևակերպենք մեր քաղաքացիների համար, եթե օրինակ ՊԵԿ-ը լրացնում է իրենց փոխարեն իրենց հայտարարագիրը, ամեն դեպքում պատասխանատվությունը մնում է քաղաքացու վրա։ Այո, հիմա տեսեք, պատկերացրենք ՊԵԿ-ը լրացրել է եւ ինչ որ գործողությունների արդյունքում պարզել է, որ 1 միլիոն դրամ պետք է քաղաքացին հարկ վճարի։ Պետեկամուտների կոմիտեն համարվում է ներկայացնող մարմին, բայց պատասխանատվություն կրող, այսինքն տուգանքը վճարողը քաղաքացին է։ Այստեղ, գիտեք, բառ չկա նկարագրող, էլի աննորմալության գագաթնակետն է ինքը։ Այսինքն ՊԵԿ-ին փոխարեն ներկայացնի, բայց նա ՊԵԿ-ը սխալ է ներկայացնում, ես պիտի տուգանք ուծեմ։ Սա նորմալ երևույթ է, չի կարելի այսպիսի բան։ Սրանով իրանք ինչ են ուզում անել։
մի կողմից ժողովրդին խափում մանիպուլացնում են, ասում են, գիտեք, դե պարզեցվեց, չեք ուզում մի ներկայացրեք ոչինչ, տուգանք էլ չկա դրա համար, հաջորդ կողմից մարդկանց գցում են այնպիսի խնդիրների մեջ, որից որ մարդ ուղղակի չի կարողանալու դուրս գա։ Ավելին ասեմ, առաջին անգամ ձեր հարթակում եմ հայտարարում սա, նորից ծավալուն հանդես գանք։ Կենսաթոշակառուներին դեռևս չէինք անդրադարձել, որովհետև 1 տարի կար, այսինքն մենք պայքարում էինք համակարգի չեղարկման դեմ, նոր փուլով, կամավորության սկզբունքով, բարիք ստեղծող սկզբունքով ներդրման շուրջ, դրա համար կենսաթոշակառուներին թողնում էինք, որ վերջում անդրադառնանք։ Մառավոտից երեկո գովերքում են, չէ՞, քեշբեքները, հետվճարները։ Հայտարարագիրը եթե թույլ տվեցին ուժի մեջ մտնի, կենսաթոշակառուները այդ քեշբեք ասվածներից, հետվճար ասվածներից 20% արկ պիտի վճարեն։ Անկամ թոշակառուները։ Այո, այսինքն դուք սրանց հակապետականության աստիճանը պատկերացրեք։ Մի կողմից նախընտրական խոստում են տալիս, որ հետվճարը 6000-ից կարող է դառնալ 8000 կամ 10000։ Մի կողմից խոստանում են, որ հիմա թոշակները կբարձրացնենք 3000-ից 5000։ Այո, բայց փաստորեն 2000-ն էլ տանում են դրանից։ Ստացվում է, որ ոչինչ չէ։ 1000 դրամ, այո, այո։ Ընդ որում ոչ թե ոչինչ էլ չեն տանում։ Այդ դուք ինչպես եք պատկերացնում թոշակառուները մտնեն եւ հայտարարագրի մեջ այդ փոփոխությունները կատարեն։ Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, ֆինանսիստների, տնտեսական իրավունքի մասնագետների շատ մարդիկ այս դրույթի վերաբերյալ գաղափար չունեն։ Ոչ թե չեն հասկանում, այլ ուղղակի չեն հետաքրքրվել դրանով, չեն ուսումնասիրել եւ այլն, չեն առնչվել այդ գործառույթի հետ։ Այսինքն մասնագետ հանդիսացող հանրույթի կեսից ավելին դա չգիտի, թոշակառուն որտեղից պետք է իմանա հարկային օրենսգրքի, կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության բարդ իրավական կոմբինացիաները, որ մի հատ էլ մտնի, հետո այդպես հայտարարագրի մեջ փոփոխություն կատարի, 2000 դրամ էլ հարկ վճարի, այսինքն 2000 չի վճարի, իրականում ուշացնելու է վճարումը, դուժեր են աշխատելու, հետագայում եթե հանկարծ թույլ տվեցինք համակարգը գործեց ու այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հետագայում տուգանքներով են վճարելու, այսինքն բարձրացրած 3000 դրամ թոշակի համար հետ վճարով բարձրացրածի մասին է խոսքը 4-ից 5000 պիտի հետ վերադարձնեն պետությանը ու Նիկոլ Փաշինյանը գնա այդպես խրոխ տոնով ամյոնից հայտարարի որ բյուջեն ավելացրել ենք դու ավելացրել եք սա է խաբեությունը սա է մանիպուլյացիան սա է անամոթությունը որ հայ ժողովրդին անդադ խաբելով կեղեքելով տանում են բյուջե ու բյուջեից անարդյունավետ ծախսերով հարստացնում են միմիայն իշխանության ներկայացուցիչները։ Տուգանքային մասը կարծես թե հասկացանք, որ այս պարզեցումը այնքան էլ պարզեցում չի, սա պարզեցում բառի տողատակերում թաքնված տուգանքների մի ամբողջ կույտ է ուղղված քաղաքացիներին։ Եկեք դա էլ պարզաբանենք, տեսեք, գոյություն ունի 3 տեսակ պատասխանատվության միջոց հայտարարելու համար։ Վարչական պատասխանատվություն, այսինքն սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին անգամ պետք է ժողովուրդը ստանար ծանուցում նախազգուշացման տեսքով, այնուհետև 5000 դրամ, այնուհետև 10000 դրամ։ Այսինքն գումարին 15000 դրամ պետք է տուգանք։ Այսինքն 3 անգամ տուգանք։ Սա է վերացնում։ Այսինքն դեռևս չենք խոսում ասած տուգանքների մասին։ Բացի սրանից գոյություն ունի հարկային պատասխանատվություն։ Այսինքն դուք եթե պայմանագրերով, փաստաթղթերով չի հիմնավորված բանկային այդպես կրեդիտային համակարգում բանկային շարժում եք շատ պարզ ասած գումար են նստել ձեր բանկային հաշվին, դրա փաստաթղթավորումը դուք չեք արել, ապա սրա 20%-ը պետք է վճարեք հարկ, եթե ինքնուրույն չեք հայտնաբերում, չեք հայտարարում ու վճարում, մի հատ դուժ եւ տուգանք է աշխատում դրա վրա։ Այսինքն սա հարկային պատասխանատվությունն է։ Եվ շատ ավելի այդպես մեծ բանկային շարժ ունեցող անձանց դեպքում նաեւ քրեական պատասխանատվություն առաջանում։ Հիմա այս 3 պատասխանատվության տեսակներից վերացնում են միայն վարչական, այն 15000-ի մասին է խոսքը։ Մենք սա համարում ենք միջանկյալ փոքրիկ հաղթանակ, այսինքն սա ոչ թե հաղթանակ է համակարգի դեմ տարված պայքարում, այլ սա հերթական իշխանության հետ քայլն է։ Մոտավորապես 7-8 հատ այդպեսի հետ քայլ իրականացրեց իշխանությունը, սա հերթականն է, այսինքն մենք այդպես ողջավորված չենք, հա ասում ենք շնորհավոր ժողովուրդ ջան, որովհետև փոքրիկ հաղթանակ եւս արձանագրեցին, որովհետև շենքը միանգամից չի կառուցում բնականաբար սկզբից։ Այդպես հիմքերն ենք կառուցում եւ այլն։ Հիմա այդ հիմքերը կառուցելով գնում ենք եւ պետք չի ժամանակից շուտ ուրախանալ եւ ողջավորվել եւ պետք չի միաժամանակ այդպես հանգիստ լինել, ասել դե արդեն հաղթել ենք վերջ։ Ոչ պայքարը երկար է շարունակելու, որովհետեւ այս իշխանությունը շատ բացի այդպես շատ հարկեր հավաքագրելու անհակ ցանկությունը նաեւ միջազգային հարթակներում է պարտավորություններ ստանձնել եւ
խոստում է տվել, որ պետք է եկամուտների հայտարարման համակարգ ներդնի Հայաստանում։ Այսինքն մեր պայքարը այդպես հեշտ պայքար չի լինելու։ Սա պետք է գիտակցի մեր ամբողջ հասարակությունը եւ միահամուռ կերպով, ինչպես պայքարել ենք տարվա սկզբից մինչև հիմա, շարունակի պայքարը մինչև վերջնական հաղթանակ։ Դուգանքային մասը կարծես թե հասկացանք, թոշակառուների հարկման այդ թեզն էլ հասկացանք, որը մտցվել է։ Հիմա հաջորդը, արդյոք Պեկի լրացնելուց հետո ինքնաշխատ եղանակով հայտարարագիրը քաղաքացու փոխարեն լրացնելուց հետո քաղաքացին հետ կստանա այն խոստացված 100,000-ական դրամները, որը հայտարարագիրը լրացնելու համար շահագրգռելու միտում էր։ Դա միջանկյալ խայծ էր, երկու եղանակով հիմնավոր ենք ինչու միջանկյալ։ Ուրեմն 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում որպես փոխհատուցման վճար շատ չնչին գումար էր սահմանված եւ դեմ հայտարարման ակցիայի շրջանակներում բյուջեն փոփոխություն կատարեցին 76 միլիարդ դրամի հատկացում կատարեցին, որպեսզի 100,000-ները կարողանան հետ վերադարձնել։ Սա եւս հերթական հետ քայլերից մեկն էր եւ շահագրգիչ գործոն էր համարվում։ Այսինքն, եթե ազնիվ էր այս կառավարությունը, եթե ցանկությունը իրապես սոցիալապես անապահով խավին օգնություն տրամադրելն էր, ապա ինչու 25 թվականի բյուջեին դա չկար, երբ որ պայքարի արդյունքում ծնվեց։ Երկրորդ, կհիշեք, չէ՞, որ մինչև հիմա դեռ որոշակի այդպես մարզային որոշակի տարածաշրջաններում հիպոթեկային վարկի տոկոսների հետ վճարի ինստիտուտ գոյություն ունի։ Կհիշեք ինչպես էին այդպես ոգևորված նկարագրում, որ դա բյուջեին վնաս է տալիս եւ պետք է չեղարկենք այս համակարգը։ Այսինքն շահագրգռիչ միջոցը ներդնում են մարդկանց խաբեության, մոլորությունների մեջ գցելու եղանակով տանում են համակարգի մեջ ընկղմում են, դրանից հետո համակարգը, այսինքն գումարները չեղարկում են։ Հիմա ես վստահաբար հայտարարում եմ, եթե այս իշխանության մոտ հաջողվեց համակարգը եկամուտների հայտարարման ամբողջապես ներդնել, այդ 100,000-ները վերանալու են։ Սա համոզմունք է եւ հիմնավորված համոզմունք է։ Երկրորդ խնդիրը, գիտեք, այստեղ էլ շատ էական խնդիր կա, մեկ մեր սիրելի հասարակությանն ասում ենք, այո, խնդիր ունեք այդ 100,000-ից օգտվել ու հայտարարագիր ներկայացրեք, օգտվեք, եթե վտանգ չունեք։ Այ բայց վտանգը դուք չեք կարող գնահատել, դա պիտի մասնագետը գնահատի։ Որովհետեւ գյուղատնտեսը եթե պետք է իր վաճառած բերքից կամ բերքից ստացվող այ ապրանքի բարիքի արդյունքում 300,000 դրամի վճարի պարտավորություն առաջանա, բայց 100,000 հետ ստանա, մեր գյուղացին ինչին է պետք 300,000 վճարել 100,000 հետ ստանալ, եթե վստահեն որ չունեն։ Իսկ այդ վստահության համար պիտի վճարեն մասնագետին, որ մասնագետը իրենց խորհրդատվություն տա։ Հա հիմա մենք ունենք անվճար գրասենյակներ եւ մարդկանց տալիս ենք այդ խորհրդատվությունը, բայց քանակով չենք հասցնի, ֆիզիկապես չենք հասցնի սպասարկենք։ Այն պարագայում, որ պետական մարմինները այդ ծառայությունները փողով են մատուցում հասարակությանը։ Հիմա ինչն է նաեւ այստեղ խնդիրը։ Տեսեք, եթե մի կողմից մենք հասկանում ենք, որ ուսանող զավակի ուսման վարձի 100,000 փոխհատուցումը հետ վճար տրամադրելը սա սոցիալական խնդրի կարգավորում է, ապա որևէ կերպ ես չեմ կարողանում հասկանալ վճարովի մանկապարտեզի եւ վճարովի դպրոցին 100,000-ի հետ վճարի Այն դեպքում, երբ որ վարձավճար անգամ այդքան չի կազմում։ Վատես չէ, վարձավճար դրա մասին չի, վճարովի դպրոցներ։ Հիմա տեսեք, Երևան քաղաքում գոյություն ունեն բազմաթիվ վճարովի դպրոցներ։ Տարեկան վարձավճարի 2 միլիոն, 3 միլիոն, 1.5 միլիոն եւ այսպես չէ, որ ծնողները որոշում կայացնում իր զավակին ուղարկելու վճարովի մասնավոր դպրոցներ, այսպես ասած։ Վերջացավ, այսինքն ինչու պետք է ըստ աղքատության վերին գծի 42% աղքատություն ունեցող երկրի քաղաքացին հարկ վճարի, որ ֆինանսապես ապահովված է 100,000 հետ ստանա։ Սա նորմալություն չէ։ Գիտեք, պետք է սոցիալական հավասարության սկզբունքներին շատ խիստ հետևենք։ Ես ունեմ հնարավորություն իմ զավակին ուղարկելու վճարովի դպրոց, այն անվճար դպրոց ուղարկող սոցիալապես չեմ ասում անապահով, բայց ոչ բավարար չափով ապահովված ծնողի հարկի հաշվին դու ինձ 100,000 մի վճար։ Սա անամոթություն է ուղղակի։ Պարոն Սարգսյան, ինչ եք կարծում, արդյոք այս ամենը նշեցինք, որ նախընտրական փուլում վատամարդ դուրս չգալու այսպիսի քայլ է խոսակցական լեզվով ասած, արդյոք ընտրություններից հետո, երբ որ ԿՊ-ն կրկին վերընտրվի, այս հայտարարագրման process-ը կրկին չի մտնի խաղի մեջ։ Միանշանակ մտնելու է։ Տեսեք, մենք պետք է սոցիալ-տնտեսական հարցերը ուզենք թե չուզենք, պետք է քաղաքական հարցերի հետ համադրենք, որովհետև նրանք նույն հարթության վրա են գտնվում։ Գոյություն ունի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման մի քանի եղանակներ, բայց
Հայաստանը հասել է այնպիսի իրավիճակի, որ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը բացառապես քաղաքական է։ Այսինքն քաղաքական իշխանությունը պետք է հեռացնես, որ կարողանաս հետագայում խնդիրները լուծել։ Հիմա իշխանությունը, եթե մնաց, ես իհարկե ողջամտություն եմ այդպես ակնկալում ընդդիմադիր բոլոր խաղացողներից, ճշգրիտ հաշվարկներ եմ ակնկալում, այդպես համատեղ հորիզոնական համագործակցություն, նման պարագայում մենք հաշվարկում ենք, ամեն օր զբաղվում ենք, այդպես կանխատեսումներ ենք իրականացնում, այս իշխանությունը մնալու շանս չունի, բայց եթե ճշգրիտ ճանապարհային քարտեզից շեղում չլինի։ Հիմա եթե շեղումը եղավ, այլևս ոչ ժողովուրդն է մեղավոր, ոչ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Կարճ կոնկրետ մեղավոր է ընդդիմությունը, որ ճշգրիտ ճանապարհային քարտեզով չառաջնորդվեց։ Քանի որ տեսականորեն այդ գիտակցումը ես ունեմ, պրակտիկ իրագործումը պատկերացնում եմ, ես հակված չեմ մտածելու, որ այս իշխանությունը պետք է մնա։ Բայց եթե Աստված մի արած է, սխալվեցինք բոլորս եւ մնաց այս իշխանությունը, հայտարարագրման համակարգը դառնում է տնտեսական բռնության գործիք ողջ հասարակության վրա։ Եվ Հայաստանում վերջնական դիկտատուրա է հաստատվում, որովհետեւ գիտեք, բռնությունը, դիկտատուրան, ավտորիտարիզմը դրանք միշտ կիսատ են մնում, եթե դրանք չեն ուղեկցում տնտեսական բռնության։ Որովհետև տնտեսական բռնությունը մարդու այդ թվում երազանքների կառավարումն է, ցանկությունների, նպատակադրումների կառավարումն է։ Պատկերացրեք երաստիճան այսպես համակարգ է հարկատուների, խոշոր հարկատուներ, այսինքն խոշոր արդյունաբերություն, թեկուզ սուպերմարկետներ եւ այլն, մանր միջին բիզնես եւ հասարակություն, այսինքն աշխատող խավը, աշխատավարձից եկամուտային հարկվճարող խավը։ Եթե այս երաստիճան համակարգում շարունակական բռնություն է կիրառվում, որևէ մեկը նույնիսկ արդեն նպատակադրում իրականացնելուց առաջ կաշկանդված է եւ նա չի կարողանում ազատ մտածել եւ ազատ գործել։ Նման դեպքում հաստատվում է վերջնական ավտորիտարիզմ եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն տանում է դեպի Թուրքիա։ Եվ պարոն Սարգսյան, վերջում ուզում եմ արձանագրենք, որ այս հայտարարագրման համակարգը նախ գումարների մեծ բեռ է եւ ձախողում է այն առումով, որ չստացվեց, ձախողեցին, որովհետև կպան քաղաքացու գրպանին։ Արձանագրում ենք, որ ձախողեցին, բայց ես կցանկանամ հետեւյալ կերպ։ Այս իշխանությունը ինչը չի ձախողել։ Ցույց տվեք մեկ ոլորտ, մեկ գործողություն, որը չի ձախողել։ Բացի ատելություն սերմանելը, բացի ադրբեջանական այդպես օրակարգ անշեղորեն սպասարկելը, հայանպաստության, Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի համար դուք ինձ ասեք մի դրական բան, որ կատարել է, եւ ասեք, որ ինչ-որ նախաձեռնությամբ հանդես է եկել եւ չի ձախողել։ Ինչ ձախողողների իշխանությունը, իրենց ամբողջ կյանքն է ձախողած։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Կհանդիպենք։